Բարի լույս առաջին ծրագիրը ողջունում է բոլորին, մենք ուղիղ եթերում ենք եւ սիրով տաղավարից այս առավոտ ողջունում են Սուրեն եւ Ադրինեն։ Բարի լույս Ադրինե։ Բարի լույս Սուրեն ջան, բարի առավոտ նաև մեր թանկագին հեռուստադիտողին ողջունում ենք ձեզ, լավ տրամադրություն եք մաղթում, բարի արևներ եւ ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին։ Այո, մեր Սոնան կարևոր առաքելությամբ այսօր իհարկե այս պահի նկարահանմանը եւ մենք փամաղթենք դրան հաջողություն եւ իհարկե շարունակելով ծրագիրն ասենք, որ այսօր արդեն արևոտ ու պայծառ չնայած խոստացել են, որ այսօր մի քիչ իջնելու է, նվազելու է ջերմաստիճանը եւ երեկվա 30 աստիճանի փոխարեն 24 է լինելու այսօր, մի քիչ սառնություն կա արդեն օդի մեջ, բայց հուսանք, որ ցրտերը չեն վերադառնա։ Այո, հուսանք, հաստատ չեն վերադառնա, այս տատանումները բնականաբար կլինեն, բա այսպեսին է եղանական, կանխատեսելի, բայց դրանից մենք պետք է չվհատվենք, մեր տրամադրությունը պետք է միշտ բարձր պահենք, այնպես որ սիրելիներս կարևորը մեր ներքին արևն է, ինչպես միշտ Սուրենն է նշում, դա շատ կարևոր է։ Այո, անձրևոտ է լինելու երեկոյան ժամերին արդեն, այսօր եւ վաղ անձրևներ են սպասվում, բայց միևնույն է փորձենք մեր ներսի արևը ժպտա ավելի պայծառ եւ մենք փորձենք ջերմացնել միմյանց։ Ասենք որ Հայաստանը պատվով ներկայացավ Ինդոնեզիա Fashion Week 2025 թվականին, հեղինակավոր միջազգային հարթակում դառնալով միջոցառման պաշտոնական բացման մասնակիցն ու հատուկ հյուրը։ Հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովել էր Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը դեսպան Սերո Բեջանյանի եւ նրա տիկին Աննա Հասմիկյանի ջանքերով եւ աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչը Ինդոնեզիայի ճանաչված մոդել եւ դիզայներ Պոպի Դարսոնն է։ Հայկական կողմը ներկայացրել էր 3 բրենդ ստեղծված Տելյան մշակութային կենտրոնի կողմից։ Այո, հետաքրքիր էր։ Կարելի է այս օրերին լինել Ինդոնեզիայում եւ վայելել նաեւ այնտեղի ամառը։ Եվ հաջորդ լուրը Miss Աշխարհ 2025 գեղեցկության մրցույթի եզրափակիչի հաղթող է ճանաչվել Թայլանդի ներկայացուցիչ Սուչատա Չուանգսրին։ Մի քիչ բարտանուն է, բայց հնչեղ է։ Նա պայքարում էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած 108 մասնակիցների հետ։ Չուանգսրին 21 տարեկան է, նա այժմ սովորում է քաղաքագիտության ֆակուլտետում, երկրորդ տեղը գրավել է Եթովպիայի ամենագեղեցիկ աղջիկը։ Վաու։ Գեղեցկուհիներ են։ Այո, Հասեդրե Ադամսոնը երրորդ տեղը Լեհաստանի մասնակից Մայա Կլայդան։ Հիշեցնենք Հայաստանը Miss Աշխարհ 2025 գեղեցկության մրցույթում ներկայացնում էր 19-ամյա Ադրինե Աճեմյանը։ Դե գեղեցկուհիները շատ գեղեցիկ են։ Շատ, իսկապես գեղեցիկ են։ Գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Դե մենք էլ փորձենք այդ գեղեցկության մի մասը կազմել եւ փրկել աշխարհը մեր աշխատանքով եւ մեր գործով։ Յուրաքանչյուր առավոտ ժպտալով բոլորին եւ ի պատասխան սпасելով նաեւ ձեր ժպիտին։ Համամիտ եմ քեզ հետ, այո, սիրելիներս ժպտացեք, որևիցե կերպ կարողացեք ձեր օրը այնպես դասավորել, որ ոչ մի խոչընդոտ պատճառ չդառնա ձեր տրամադրության անկմանը, բայց իմացեք այդ ամենի նաև նպաստում է նախաճաշը։ Նախաճաշի մասին իհարկե քիչ հետո կխոսենք, հիմա Սուրենը կներկայացնի մեր փողոցների խցանումները, հետո կանդրադառնանք նախաճաշին։ Այո, ասեմ, որ ըստ այս կարմիր գծերի, որոնք առկա են քարտեզի վրա, մեր հայրենակիցները չեն հասցրել նախաճաշել եւ շատ արագ տանից դուրս են եկել եւ գոյացել է խցանում։ Ինչ նախաճաշ, ինչ նախաճաշ։ Ցավոք սրտի այստեղ ունենք նաեւ մեկ վթար եւ հուսանք, որ շատ այսպես վթարի պատճառով խցանումներ չեն լինի։ Խցանումներն ավելի շատ են այս պայդրության Պարապկի շրջանում, Կիևյանից դեպի Բարեկամություն բարձրացող հատվածում եւ այնուհետեւ Բաղրամյան իջնողը Կոմիտասի Պողոտան երկկողմանի խցանված է այս պահի դրությամբ, Աթենքի փողոցն է խցանված, Իսակով Պողոտան երկկողմանի խցանման մեջ է, Գրիգոր Լուսավորիչ Պարոնյան փողոցները նույնպես այս պայդրությամբ խցանված են, Տիգրան Մեծ փողոցում կա խցանում, Փոքր կենտրոնը այս պայդրությամբ խցանված է, ահա, երրորդ մասի հատվածում կա խցանում եւ վթար, ցավոք սրտի, այստեղ նույնպես վթարի պատճառով իհարկե կան խցանումներ, այսպեսին է առավոտյան մայրաքաղաքի փողոցները, միևնույն է դասերն ավարտեցին, բայց քննական շրջան է։ Այո։ Եվ դպրոցներում այսօր էլ կան քննություններ, այնպես որ բոլոր աշակերտներին եւ նաեւ օգտվելորդից իմ Արևին մաղթում այսօր հաջողություն քննությանը եւ համոզված եմ շատ բարձր գնահատականներով կվերադառնան։ Հաստատ մենք չենք կասկածում, բոլոր բալիկներին Արևի գլխավորությամբ մաղթում ենք հաջողություն, չվախենակ, ամենակարևորը լարվածություն եւ վախ չլինի։ Մնացածը ամեն բան իր տեղը կընկնի։ Դե իսկ քիչ հետո արդեն կգնանք Ադրինեի խոհանոց հասկանալու համար թե այսօր ինչ է մեզ համար պատրաստել, այս պայմաններ կարճ դադար ու հետո կշարունակենք։
Այսպիսի լավ տրամադրությամբ շարժում ենք առաջ, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ ինչքան էլ լույսը հրաշալի է արևոտը եւ հրաշալի տրամադրությամբ եւ մեր ադինեն էլ հորդորում են միշտ նախաճաշել, միևնույնն է պետք է նաեւ երեկոն ավարտել հիանալի տրամադրությամբ։ Իդեպ ամառային զով տրամադրությունը ստեղծում է բրիզը, Իջովանի գինու գործարանի կողմից առաջարկվող ռոզե փրփրուն գինին, որը հատուկ է նախատեսված հենց ամառային երեկոների համար եւ երեկույթների։ Սա շատ կարեւոր համադրություն է ձեր օրվա ավարտին։ Դե չմոռանանք նախաճաշի մասին էլ, այսինքն կաթնամթերքի մեծ պաշար, որը շատ կարեւոր է մեր օրգանիզմի համար, իմունիտետի բարձրացում եւ իհարկե սպիտակուցների մի ամբողջ պաշար, ինչն էլ ներկայացնում է Էլոլա ընկերությունը։ Էլոլան ներկայանում է նաեւ Սյունյաց լեռների համով եւ հոտով եւ այս ամենը ստեղծում է մեր օրվա ռիթմն ու տրամադրությունը։ Էլոլան հասանել է ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Միացյալ Նահանգներում։ Դե հիմա Միացյալ Նահանգներ չեն կարող գնալ մտովի, բայց գոնե վիզուալ կարող ենք պատկերացում կազմել բոլոր այն վայրերի մասին, որոնք հենց մեր կողքին են, Հայաստանի տարածքում են եւ բացահայտումները պարբերաբար մեզ ներկայացում է մեր ընկերը Արթուրը։ Ուր գնալ այս հանգստյան օրերին, ինչպես վայելել Հայաստանի բնաշխարհը, մեզ այս մասին կպատմի հենց Արթուրը։ Երբ գալիս եք ապարանի ջրամբար, դուք ոչ միայն գալիս եք դեպի ջուրը, այլ նաև գալիս եք դեպի ժամանակի խորքը։ Ջրամբարի հարակից տարածքում է գտնվում փոքրիկ 4-րդ դարի Թուխ մանուկ եկեղեցին։ Թուխմանուկ պետք է գալ խորը հավատով։ Ես հավատում եմ, որ Թուխմանուկը օրհնում է ճանապարհը, տունը, ընտանեկան անդորրը։ Իսկ մոմը վառում են երբեմն խնդրանքների համար, երազանքների համար եւ իհարկե անկեղծ շնորհակալ լինելու համար։ Այս տարածքը ծառայել է որպես ճգնարան։ Մտնենք տեսնենք ներսում ինչ է պահպանվել։ Ինչպես հասկացա, վերևում աղոթատեղին է եղել, իսկ այստեղ եկեղեցու սպասավորները ճգնել են ու այս ամենը 4-րդ դարում քրիստոնեության ընդունումից մի անգամից հետո։ Չեմ հավատում։ Թուխմանուկը փոքր է, խոնար, բայց երբ մոտ ես կանգնում, զգում ես, որ այս քարերը ուղղակի պատեր չեն, Թուխմանուկը ուղղակի սրբավայր չէ, սա պատմական ժառանգություն է ու այստեղ աղոթքները պահպանվում են։ Երբ ձեզ պետք է ընդմիջում ոչ միայն առօրյայից, այլ նաև աղմուկից ու շտապողականությունից, ժամանակն է ուղղվել այնտեղ, որտեղ լեռներն իրար հետ խոսում են, իսկ բնությունը լռությամբ է հանգստացնում։ Full Panorama Guest House-ը իր անունի պես բաց է ու անկեղծ, ունի տեսարան դեպի Արագածի գագաթներն ու ապարանի պարզաշխարհը։
Full Panorama Guest House-ը գտնվում է Ապարանի ջրամբար գյուղի ճանապարհին, մեզ բոլորիս հայտնի մայլերից 3 կիլոմետր հեռավորության վրա։ Տնային հարմարավետություն, լեռնային հանգիստ ու ավանդական հայկական հյուրասիրություն։ Ամենը մի տեղում։ Կա մի տեղ, որտեղ լիճը արտացոլում է ոչ միայն երկինքը, այլ նաև սրտի անդորը։ Ու կա մի տուն, հենց այդ լճի ափին կանգնած, որն իր պատուհաններից նայում է ամենախաղաղ լուսաբացին, ու այդ տան անունն է Full Panorama Guest House։ Full Panorama Guest House-ը գիշերակացով ընդունում է մինչև 4 անց, բայց դուք ողջ ընտանիքով, բարեկամներով, ընկերներով կարող եք գալ մինչև 30 անց Full Panorama Guest House ու մի լավ գեղեցիկ ժամանակ անցկացնել։ Իսկ ամենակարևորն այստեղ այս գեղեցիկ տեսարանն է։ Բնությունը միանգամից աչքերդ լցնում է, իսկ դիմացի բլուրները արևով ողողված։ Այստեղ առավոտները սկսվում են մաքուր օդով, թռչունների ձայնով, իսկ երեկոները հիասքանչ մայրամուտով, որոնք կարծես հենց ձեզ համար նախատեսված լինեն։ Հիշեք անունը՝ Full Panorama Guest House։ Մենք ոչ մի տեղ չենք հեռացել, Ապարանի ջրամբարի հարակից տարածքում ենք, իսկ սա Զովունիի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին է։ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, իսկ վերակառուցվել է Գրիգոր Գնթունի իշխանի կողմից։ Սա ոչ միայն ուղղակի սրբավայր է, Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին խոսում է այն ամենի մասին, ինչի միջով անցել է մեր ազգը, մեր հավատը, մեր հողը, եւ այն մինչև հիմա կանգուն է, ինչպես չմոռացված խոստում։ Իսկ հետաքրքիրն այն է, որ Ապարանի ջրամբարը կառուցելիս 1962-ից 67 թվականներին Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին ամբողջությամբ անցել է ջրի տակ, ինչպես նաև Զովունի գյուղը, Պրոշյան գյուղը, իսկ հեռվում արդեն երևում էին այն կողմում Զովունի գյուղի գերեզմանները։ Եկեղեցին վերակառուցվել է 19-րդ դարի վերջին եւ կրում է Սուրբ Պողոս ու Սուրբ Պետրոս անունները, առաքյալներ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հավատքին ու ճշմարտությանը, ու գտնվելով այստեղ, կարծում ես, որ հենց պատերի մեջ է գտնվում այդ ճշմարտությունը։ Ուր գնալ, եթե ուզում եք դիպչել պատմությանը։ Դե իհարկե Ապարան Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի։ Իդեպ այս գեղեցիկ տուրի համար դեպի Թուխմանուկ, դեպի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի շնորհակալ ենք Full Panorama Guest House-ի սեփականատեր Արայիկ Ստեփանյանին։ Իդեպ, եթե այցելեք ու ձեր հանգիստը կազմակերպեք Full Panorama Guest House-ում, դուք էլ կարող եք օգտվել այս գեղեցիկ տուրից։ Դե ինչ բարի առավոտ մեր սիրելի թանկագին հեռուստադիտող, ողջունում եմ ձեզ, եւս մեկ անգամ բարի արև եմ մաղթում, լավ տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ եկեք միասին պատրաստենք մի համեղ աղանդեր։ Սիրելիներս, այս աղանդերի բաղադրիչները բոլորից շատ ծանոթ է, մշտապես վստահ եմ այս բաղադրիչներով դուք ինքներդ լիքը համեղություններ եք պատրաստում։ Այսօր առաջարկում եմ
իմ տարբերակը, այսինքն մի փոքր միգուցե ավանդական տարբերակներից տարբեր։ Այստեղ ունեմ շերտավոր խմոր, որը հենց այս պահին իսկ կսկսենք միասին բացել եւ տեղափոխել ջեռոց, որովհետեւ ժամանակային առումով պետք է հասցնենք ամեն ինչ։ Եկեք միասին հենց այս պահին շերտավոր խմորը բացենք եւ խոսենք մյուս բաղադրիչներից։ Ահա, ես լցնեմ սեղանի վրա ալյուր, որպեսզի կարողանանք այս գեղեցիկ խմորը հեշտությամբ բացել։ Ես համարյա թե Նապոլեոնի տարբերակով աղանդեր եմ այսօր պատրաստելու, բայց մի փոքր փոփոխված, ավելի հեշտ, ավելի այսպես արագ պատրաստվող, ավելի հետաքրքիր։ Ինչպես միշտ այսօր եւս նշեմ, որ ես շերտավոր խմորը ինքս չեմ պատրաստում, ժողովուրդ ջան, ես գնում եմ խանութներից, որովհետեւ շատ լավն են մեր բոլոր պատրաստի վիճակում շերտավոր խմորները, ես շատ հավանում եմ, բոլոր այսպես առաջարկները շատ լավն են, այնպես որ կարծում եմ չարժե սրա վրա ժամանակ ծախսել, եթե դու շատ զբաղվածություն ունես եւ շատ այսպես ժամանակի խնդիր կա, բայց եթե մշտապես բնականաբար տանն ես եւ այդ հնարավորությունը կա սեփական ձեռքերով պատրաստել այս հրաշք խմորները, բնականաբար դա ավելի ճիշտ է։ Ահա, հիմա փորձենք ամբողջությամբ բացել, մեզ պետք է 1 ամբողջ քառակուսի կտոր, որը ես պետք է տեղադրեմ ջեռոցի տապակի մեջ, այնուհետև կտրատենք եւ եփենք։ Այսպես։ Շատ ջանք չի պահանջում, հատկապես երբ գիտեք պատրաստի վիճակում է, նույնիսկ գռդնակելու ժամանակ շատ ջանքեր մեզնից չի խլում։ Ահա տեսեք, որ արդեն մոտավորապես արդեն բացեցի այն չափով, որը մեզ պետք է։ Հենց հիմա կտեղափոխեմ տապակի մեջ եւ այն կկտրատենք։ Ահա։ Այսպես շատ լավ է, մի չարչարվեք, առանձնապես այստեղ չարչարվելու կարիք չկա, որ ամեն ինչ հավասար լինի, ամեն ինչ ճիշտ լինի, որովհետև միևնույն է այն, այսպես ասած, փշրելու ենք, ընդհանուր մասայի ենք վերածելու, դրա համար շատ չարչարվել պետք չէ։ Ես տապակի մեջ ալյուրը լցնեմ, որպեսզի չկպչի մեր խմորը։ Այսպես։ Ահա, եւ տեղափոխեմ իհարկե տապակի մեջ։ Ինչ եմ անում սիրելիներս այս պահին, մեր այս դանակով փորձեմ կտրատել այսպիսի շերտերով։ Մի փոքր ծուր ստացվեց, բայց ոչինչ։ Դա էլ կարևոր չէ։ Եւ իհարկե, ահա տեսեք, այս մի կտորը ես այստեղ շատ եմ բացել։ Ոչինչ, այսպես, եւ իհարկե փոքրիկ քառակուսիների վերածենք, այսպես, ահա, այս հատվածն էլ կկտրատեմ եւ արանքներում կտեղադրենք, այսպես, պատկերացրեցիք, մեզ այսպիսի փոքրիկ կտորներ են պետք լինելու, ահա, խնդրեմ սիրելիներս, եւ հիմա տեղափոխելու եմ այս բոլորը ջեռոց, ավելորդ, այսինքն այսպես առանձնացնեմ մի քանի կտոր, որպեսզի եփվելիս չխանգարի մեր մյուս կտորներին, ես կդնեմ մյուս տապակի մեջ եւ այդպես կեփվեն, շատ լավ կեփվեն, այս կտորները առանձին։ Ահա, խնդրեմ, սա էլ կարելի է առանձնացնել։ Սիրելիներս, հավկիթ չենք տրորում այս կտորների վրա, դրա անհրաժեշտությունը չկա, պարզապես պատարագաղի օգնությամբ, ահա, ծակծկենք, որպեսզի խմորի մեջ եւս եփվի։ Բոլոր կտորների վրա անցքեր բացենք։ Այսպես եւ տեղափոխենք ջեռոց։ Ջեռոցը 180 աստիճան 15 րոպեից կարծում եմ պատրաստ կլինի։ Այս մյուս կտորները եւս ես հենց հիմա կտեղափոխեմ թավայի մեջ եւ իհարկե
իհարկե սրանք էլ կեփվեն, որովհետև սրանք մեզ դեռ պետք են։ Իսկ այս ընթացքում ես ներկայացնեմ, թե ինչ ունենք այստեղ։ Այստեղ ունենք ուրեմն սերուցքային, կատնաշորային պանիր, որով համարյա թե այսպես ասած կրեմ ենք պատրաստելու։ Օգտագործելու եմ նրա հետ սերուցք եւ խտացրած կաթ։ Խտացրած կաթ, կատնաշորային պանիր եւ սերուցք այս միասին այս բոլորը միախառնելու ենք, կրեմ ենք ստանալու։ Իսկ կակաոն շաքարավազը բնականաբար մի փոքր էլի սերուցքի եւ կարագի հետ ուրեմն ջնարակ ենք պատրաստելու, գանաշ։ Եվ ելակն էլ իհարկե թե արանքներում կտեղադրենք մեր թխվածքի եւ թե վերջում զարդարանքի համար։ Էնպես որ սիրելիներս այս մի քանի բաղադրիչները կարող են հրաշքներ գործել, իհարկե մշտապես վստահ եմ դուք ինքներդ էլ օգտագործում եք այս բոլորը, բայց այսօր դե այս տարբերակը կկիրառենք։ Հիմա սկսենք հենց կրեմի պատրաստումից։ Ես իհարկե այստեղ դեռ պետք է կարգի բերեմ սիրելիներս, խմորները պետք է դնեմ, որպիսի եփվի, բայց այս պահին կարող ենք մի քանի բան միախառնել իրար։ Ահա, այս ամանի մեջ ես կավելացնեմ մեր սերուցքային պանիրը, կատնաշորային եւ սերուցքային։ Այստեղ կավելացնեմ մի փոքր խտացրած կաթ, խտացրած կաթը ըստ ճաշակի, սիրելիներս չեմ շտապի շատ ավելացնել, ընթացքում կփորձեմ, եթե քաղցրությունը նորմալ է, ապա շատ լավ, եթե ոչ մի փոքր կավելացնեմ, դեռ ամբողջությամբ չեմ ավելացնի, եւ իհարկե այստեղ փորձենք մի փոքր խառնել, չնայած ես հարիչ ունեմ եւ հարիչով եմ վերջնական խառնելու, այսպես։ Եվ մի քիչ էլ սերուցքը մեզ օգնության կհասնի, որպեսզի ավելի հյութեղ դառնա մեր կրեմը։ Այս պարագայում սիրելիներս շատ այսպես խիտ, պինդ կրեմ անհրաժեշտ չի։ Կարելի է մի փոքր էլ այսպես սովորաբար ավանդական տարբերակից մի քիչ թույլ լինի, այնպես որ դա էլ կարող եք նկատի ունենալ, որովհետև այս խմորիկները երբ եփվեն, մենք այն փշրելու ենք, ընդհանուր խառնելու ենք եւ այսպես մի քիչ հետաքրքիր, բայց նաեւ այսպես փափուկ եւ հյութեղ տարբերակ պիտի ստացվի։ Այսպես խառնեցի նաեւ ամբողջությամբ միախառնեցի, բայց սրանով չի ավարտվում, ես պետք է այն հարիչով եւս խառնեմ։ Հիմա տեսնենք, թե ինչ կստացվի դրանից։ Եթե խտացրած կաթ չկա ձեռքի տակ, սիրելիներս, բնականաբար կամ շաքարի փոշի կամ շաքարավազ, ոնց հարմար կլինի։ Հիմա փորձենք այստեղ տեսնեմ կստացվի, ես ուրեմն կարծում եմ մի քիչ էլ կավելացնենք սերուցք։ Այո, սիրելիները, ստացվեց այն, ինչը որ մեզ պետք է։ Ահա, խնդրեմ, տեսեք, այսպես դնեմ այստեղ, որպեսզի տեսանելի լինի, այ այսպիսի համեղ եւ ընտիր կրեմ ստացանք, այսպես, կարծում եմ կարելի է նաեւ համ տեսել, վայ Սուրեն, ինչ լավ պահի եկար, խնդրեմ, կարող ես կրեմը համ տեսել, մի փոքր համ տեսել, բայց ես չեմ իմանում, դժվար է քեզ, ես կրեմ համ տեսել չգիտեմ կրեմ ինչքանով աճիր, որտեղ ես քաղցր չեմ սիրում, ինձ համար ավելի լավ է որ քաղցրը քիչ լինի, բայց գիտեմ որ սրա մեջ ավելի շատ լինի։ Ընտիրը։ Ահա, վերջ։ Եթե արդեն ասած, ընտիրը ուրեմն շատ լավ է։ Այո, ես կարծում եմ։ Մենք ինչ ենք անելու, ունենք ժամանակ փոքրիկ դադար տալու։ Այո, իհարկե ունենք, ես դադարի ընթացքում իհարկե կարգի կբերեմ եւ այս խմորները նույնպես պետք է եփվեն։
կտեղափոխենք ջեռոց, այնուհետև շարունակությունը ելի մեր հերոստատողի հետ միասին։ Դե շատ լավ է, այս պահին կունենանք կարճ դադար, հետո տաղավարում կողջունենք մեր հյուրերին, խոսել ենք մի շատ հրաշալի աշխատանքի մասին, նոր ներկայացման մասին, հետո արդեն կվերադառնանք ու կգանք խոհանոց տեսնելու համար, թե ինչ արեց Ադրինեն։ Բարի։ Շարունակում ենք մեր ծրագիրը եւ եթե հունիսի 12-ին եւ 27-ին երեկոյան առանձնապես ոչ մի բան չունեք անելու, ապա առաջարկում եմ հիանալի մի ներկայացում դիտել եւ թատրոն 8-ը ներկայացնում է Կրոտկայա ներկայացումը Ֆյոդոր Դոստոևսկու համանուն վիպակի հիման վրա։ Սա դասական տեքստի ժամանակակից թատերական մեկնաբանություն է, որը բացահայտում է մարդկային հոգեբանության խորը շերտերը եւ ուզում է իր գաղափարական եւ էմոցիոնալ լիցքերով։ Ներկայացման ռեժիսորը Վլադիմիր Տարասյանցն է, իսկ դերերում խաղում են Մխիթար Ավետիսյանն ու Ժաննա Հովակիմյանը։ Եվ այս առիթով մեր տաղավարում են դերասանուհի Ժաննա Հովակիմյանը եւ թատրոն 8-ի PR մենեջեր Էդիտա Սարգսյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, հրաշալի։ Ես գիտեմ, որ այսպես պարբերաբար շատ հետաքրքիր ներկայացումներ ենք հանդես գալի։ Այս անգամ Դոստոևսկու վիպակի հիման վրա։ Ինչ է սա, ինչպես, ոնց, երբ։ Այո, մենք հաճախ ենք մեր լուրերով միշտ հանդիպում։ Ես շատ ուրախ եմ դրա համար ու ես հետո գնալուց միշտ ասում եմ, չէ, ես դեռ վերադառնալու եմ։ Անպայման դեռ։ Այո, սա իմ վերադարձն է։ Այո։ Այո, մի շատ հետաքրքիր աշխատանք է արել այս անգամ թատրոն 8-ը, եւս մեկ անգամ։ Եվ ես կուզենամ, որ շատ շատերը տեղեկացված լինեն ներկայացման մասին, որովհետև պիտի ասեմ, որ ներկայացումը պետք է դիտել միայն նաև նրա համար, որ կարծում եմ ու վստահ եմ, որ շատ է մարդկանց սրտին կպնելու, շատ։ Արդեն մենք ամսի 30-ին ունեցանք մեր պրեմիերան, մարդիկ այդպես եւ հուզված եւ ոգևորված դահլիճից գնացին, մեզ լավ բաներ մաղթեցին, որի համար ես շատ ուրախ եմ, բայց ես նաեւ որպես դերասանուհի պիտի ասեմ, որ ներկայացումը մի փոքր այսպես բացեմ, հա, ներկայացման մասին, ներկայացումը խոստովանություն է։ Մի մարդու ներքին մոնոլոգ, ով կանգնած է դժբախտության առաջ, կինը ինքնասպան է գործել եւ ինքնասպանություն է գործել եւ տղամարդը ամուսինը փորձում է բացահայտել, պարզել իր համար թե ինչու պատճառը, որովհետեւ ըստ իրեն կինը որևէ խնդիր չուներ ինքնասպանության։ Եվ մի գիշերվա ընթացքում, պատմության ընթացքում փորձում է հերոսը շերտ առ շերտ հիշել, վերհիշել իրենց անցած ուղին, ամուսինների անցած ուղին, իրենց ամբողջ կյանքը, որպեսզի պարզի գտնի այդ կետը, բաց թողումը, որն էր պատճառը։ Եվ այդ ընթացքում մարդիկ բախվում են էմոցիոնալ շատ այսպես շերտերի։ Եվ դա է հենց պատճառը, որ մարդու սրտին շատ է կպնում ներկայացումը։ Շատ լավ, ես համոզված եմ, որ այդ էմոցիոնալ դաշտը շատ կա այդ ամենի մեջ եւ հանդիսատես հենց այդ ամենը վերցնելով հեռանալու են տեղից։ Հիմա հասկանանք թատրոն 8-ը ինչպես են կալում այս ներկայացումը, ինչպես են փորձում, որովհետեւ դերասանները աշխատում են, իրենք ներկայացնում են արդեն բեմում այս ամենը, հա, այս աշխարհը։ Իսկ թատրոն 8-ը ինչպես է փորձում այս ամենը ճիշտ մատուցել հանդիսատեսին, որպեսզի հետաքրքրությունը ավելի մեծանա եւ իհարկե գան եւ դիտեն ներկայացումը։ Հայաստանում կարելի ասել, այսպես ասենք, որ ներկայացումը եւ հայ եւ ռուս հանդիսատեսի համար է, քանի որ ներկայացման լեզուն ռուսերենն է, այսինքն մենք խաղում ենք բնագրով, ինչը էլ ավելի պատասխանատու է եւ ավելի դժվար, քանի որ մեր մայրենի լեզվով չենք խաղում, այլ հենց գրողի լեզվով, բայց ինչը նաեւ թույլ է տալիս տեքստը լրիվ մատուցել, քանի որ թարգմանություն ես անում, որոշ բաներ ամեն դեպքում կորում են։ Եվ մենք ուրախ ենք, որ եւ հայաստանցիները եւ հայերը եւ երկրի հյուրերը, ովքեր որ ռուսերեն լեզուն հասկանում են, կարող են գալ եւ լինել մեր հանդիսատեսը։ Մենք այսպես ենք ներկայացնում եւ կարծում ենք, որ անդրադառնում ենք մենք թատրոնի բեմում շատ հարցերի ժամանակակից, որ թվում է, որ այն գրողները, որոնց մենք անդրադառնում ենք, այն դրամատուրգները, որոնց մենք անդրադառնում ենք, դարեր առաջ են եղել կամ տասնամյակներ առաջ են եղել ու պետք է որ ինչ-որ բաներ անցած լիներ, բայց արի ու տես, որ
առ այսօր այն խնդիրները, որ իրենք բարձրացան եւ մենք էլ այսօր նորից վերապրում ենք այդ ամենը բեմում, շարունակում են մնալ արդիական։ Եվ այդ պատճառով մենք ուզում ենք տեսնել հանդիսատեսին, հատկապես երիտասարդ հանդիսատեսին, ովքեր այսպես ասած նոր են մտնում կյանք եւ դեռ շատ սխալներ այսպես ասած չեն գործել եւ կարող են շատ հետեւություններ անել մեր ներկայացումները նայելով, գան ու դիտեն ու հաստատ ինչ որ պահ իրենք կմտածեն իրենց կյանքի մասին ու այդ բեմում այդ խոսքերում հերոսների ապրած կյանքում նաեւ իրենց կգտնեն։ Հետաքրքիր է, ռուսական գրականության մեջ Դոստոևսկին բնականաբար ունի ուրույն տեղը, որովհետև նրա գործերը ինչքան կենցաղային են, այնքան էլ խորը հոգեբանական են, որովհետև հենց կենցաղի միջոցով է, հա, փորձել ներկայացնել այն խորը հոգեբանությունը, որը ունի այդ մեծ հարստությունը եւ ժառանգությունը ռուսական գրականության։ Ինձ շատ էր միշտ ինստիտուտի տարիներին ամենաշատը ես միշտ նախընտրել եմ հենց ռուսական գրականություն ընթերցել, Դոստոևսկի, Բուլգակովը ինձ համար ֆավորիտների ցանկում է, իսկ ինչու հենց այս գործին անդրադարձակ Ժանա, ինչու հենց Դոստոևսկի, որովհետեւ ամեն դեպքում ինչքան էլ Դոստոևսկին պարզ է երևում, միևնույն ժամանակ ավելի բարդ է, որովհետեւ շերտերը շատ են։ Ես չի ասի, որ պարզ է երևում։ Դե առաջին հայացքից երբ որ կարդում ես կենցաղի մասին է, բայց այդ կենցաղի տակ շատ խորը իմաստներ կան։ Համաձայն եմ քեզ հետ, իրականում ընտրությունը Վլադիմիր Տարասյանցինն էր եւ առհասարակ վերջին շրջանում, ինչ որ մենք համագործակցում ենք միասին, հիմնական նյութերը ընտրվում է Վլադիմիրի կողմից եւ սա էլ իր ցանկությունն էր, մենք միայն պիտի այսպես ձեռքներս այսպես բարձրացրած ընդունեինք, որովհետեւ մենք նաև հասկանում էինք ինչ ճանապարհ պիտի անցնենք, բայց երբ որ դու գիտես ում հետ ես ճանապարհը անցնում, իհարկե որքան էլ որ վախենում ես, բայց միևնույն է ունես համարձակություն եւ այն ճանապարհը, որ ես եւ Մխիթարը միասին անցանք, դա փառահեղ մի ճանապարհ էր եւ դժվարություններով եւ ամեն ինչ որ հնարավոր է այդ ճանապարհի ընթացքում, հա, այդպես եւ վայելք կար ճանապարհի ընթացքում, որովհետեւ դու գործ ունես մարդկային հոգեբանության հետ եւ որպես դերասան, չէ՞ որ դա մեզ բավականին մոտ է եւ այն ճանապարհը, որ Վլադիմիրը մեզ տանում էր, այն շերտերը, որի միջով մենք անցնում էինք, մենք ինքներս մեզ էլ էինք ճանաչում եւ ես չեմ վախենա ասեմ, որ Դոստոևսկին ինքն իրենով բավականին ճակերտավոր կոպիտ հեղինակ է, որովհետև նա կարողանում է հստակ մարդուն ներկայացնել իր այն կողմերը, որ մարդն ուզում է թաքցնել, ուղղակիորեն, որովհետև դա շատ լավ կողմեր չեն ամեն դեպքում։ Մենք սիրում ենք, չէ՞, այդ մարդը ինքն իրենով սիրում է քողարկումներ անել, իրեն ավելի գեղեցիկ ներկայացնել եւ այլն, այսպես քողի տակ, բայց Դոստոևսկին մի րոպե, ստոպ, հիմա կխոսենք մարդու մասին եւ մարդու երկու հակառակ կողմն է ցույց տալիս, ինչպես որ մեդալն ունի երկու կողմ, այնպես էլ մարդն ունի երկու կողմ եւ երբ որ դու առնչվում ես նյութի հետ, դու հասկանում ես դա, ինքդ քո մեջ էլ ես ունենում հարցեր տալու, բարձրացնելու եւ հենց դա է նաեւ պատճառը, որ մենք անընդհատ շեշտում ենք, որ հանդիսատեսը այո, պիտի գա, պիտի նայի, պիտի առնչվի այդ շերտերի հետ, պիտի գա նայի Մխիթար Ավետիսյանի հրաշալի խաղը, այն վերապրումը, որ նա այնտեղ կարողանում է այդպես մարմնավորել։ Իսկապես ես ազնիվ խոսքեր եմ ասում, թող գան նայեն ու իրենք էլ իրենց կարծիքը անգամ գրեն Facebook-յան մեր էջերում թատրոն 8-ի, ինչու ոչ, մենք սիրով կկարդանք, կպատասխանենք, այդպես։ Շատ լավ, իսկ որն է լինելու հաջորդ գործը, որովհետև Դոստոևսկի, եմ որ ասում դուք շատ բարձրից եք վերցրել, հետո ուր եք գնալու։ Այո, մենք ունենք շուտով եւս մի ներկայացման պրեմիերա, դա լինելու է հունիսի 19-ին, առաջնախաղն է լինելու Չեխովի առաջարկություն կատակերգությունն է եւ Չեխովի եւ իր կնոջ նամակագրությունը զուգահեռ, այդպես զուգահեռ իրենք այդպես այո Դոստոևսկին Չեխովը բալանսավորում ենք։ Դոստոևսկու ծանրությունը եւ Չեխովի թեթևությունը։ Ես կուզենամ որ դուք գտնայեք։ Շատ Դոստոևսկի կնոջ եւ տղամարդու բախումը, հա, սա բախումը ասած շակերտավոր, այնինչ գրվել էր հատուկ հենց ռուսական կերպարը ընդգծելու համար, բայց համամարտկային է դարձել, իսկ ինչքանով եք այսօր տեսնում հայ տղամարդու եւ հայ կնոջը
Դաստայևսկու հենց այս գործին էր։ Ոչ չի ուզեն առանձնացնել։ Երբ որ մենք ունենք մարդկային էության, խոսքը մարդկային էության մասին է, երբ որ դու մարդկային հոգեբանության մասին ես խոսում, այստեղ չկա հայ ես, ռուս ես, ֆրանսիացի ես, իտալացի ես, ինչի մասին է խոսքը, կա մի հենք, մի արմատ, որը երբևէ դարեր շարունակ չի փոխվելու, չի փոխվելու։ Մենք կգնանք Կորացել է։ իրականում ես կարծում եմ մենք չենք ապրելու 150 տարի կարծում եմ, բայց եթե էլ անգամ ապրենք 200-ն էլ եթե այդպես անցնենք, միևնույն է մենք կգնանք, բայց Դաստայևսկին կմնա եւ իր նման գիգանտները կմնան եւ իրենց կանդրադառնան, հենց միայն փաստը նրանում, որ մարդը չի փոխվում։ Մենք անցած տարի 2024 թվականին ունեցանք եւս մեկ պրեմիերա Էդիպ Արքան, Սոֆոկլեսի Էդիպ Արքան եւ չի փոխվում մարդը, Աստված իմ չի փոխվում, ինչ ուզում ես արա։ Մարդը չի փոխվում, այո, ժամանակներն են ուղղակի փոխվում։ Իհարկե մենք ուղղակի պետք է գնանք, նայենք, վերանայենք մեզ, վերափոխենք, զարգանանք, ինքնակրթվենք։ Ես կասեի որոշ խնդիրներ նույնիսկ ավելի խորանում են։ Օրինակ խնդիրներից մեկը, որ Դաստայևսկու ներկայացում բարձրացնում է, այդ իրար հետ խոսել չկարողանալու խնդիրն է, որը տարիների հետ ավելի է խորանում։ Ավելի են թվում է մարդիկ ավելի են իրարից հեռվանում, ավելի են ամեն մեկը փակում իրենց մեջ ավելի անհանդուրժող են դառնում, ավելի չեն կարողանում միմյանց հասկանալ։ Ես կասեի իրար չլսելու։ Իրար չլսելու, այ հենց այդ, հետո շրջում ես մտածում, բայց ի՞նչն էր խնդիրը, ինչ եղավ, ամեն ինչ նորմալ էր, բայց իրականում ոնց որ մեր հերոսն է ասում, բայց ամեն ինչ նորմալ էր, ինչ եղավ այդ կնոջը, նույնիսկ հետո չենք հասկանում, թե ինչ եղավ մեր հարաբերությունների հետ, ինչու այսպես դասավորվեց, այնպես որ կարծում եմ շատ արդիական, շատ ակտուալ է ու մարդիկ իրենք կգտնեն այդ ներկայացման մեջ իրենց հայ, ռուս, չգիտեմ այլ ազգեր կապ չունի։ Եվ մի լրացում էլ անեմ, մենք ունենք, չէ, մենք մարդիկս, այսպես ասեմ, ունենք այսպիսի մի կարծրատիպ մեր մեջ։ Այս պահին չանենք, թողնենք կամ զբաղվենք մեկ այլ գործով, որովհետև թողնում ենք դա վաղը լավ կլինի։ Այո։ Հետոյի։ Հա։ Հիմա կարևոր չի ուշադրություն մի դարձրու դրան։ Անցնում ես վրայով, անցնում ես քանի անգամ շերտեր այդպես հավաքվում, հետո վերջում մեկ էլ երբ որ շուռ ես գալիս տեսնում ես ինչքան բան կորցրեցիր։ Բայց այդ ժամանակ ասում էիր վաղը լավ կլինի, հիմա ուրիշ գործով զբաղվեմ։ Շատ լավ։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություն, որովհետև ես գիտեմ, որ թատրոն 8-ը այն տեսակն ունի, որ երբեք հանգիստ չի նստում։ Միշտ անընդհատ փորձում ինչ-որ նոր բաներ անել, եւ եթե ասում եմ ձեր ձեռքը հասել է Դաստայևսկուն, սա շատ կարևոր քայլ է, այնպես որ մաղթում եմ հաջողություն, վստահ եմ հիանալի ամեն ինչ ստացվել, փորձեմ անպայման կամ 12-ին կամ 27-ին Ես հրավիրում եմ դիտել ներկայացումը, հիշեցնեմ թատրոն 8 Կրոտկը Ֆյոդոր Դաստայևսկու վիպակի հիման վրա անպայման հունիսի 12-ին եւ 27-ին Տիկնիկային թատրոնի բեմում ներկայացվելու այս ներկայացումը անպայման գնացեք Ժաննա Հովակիմյանի եւ Մխիթար Ավետիսյանի դերակատարմամբ եւ ձեզ ուզում եմ նվիրել բացիկներ, որոնք ձեզ կտան այդ տրամադրությունն ու էմոցիաները, համոզված եմ, որ քանի որ հանդիսատեսը ներկայացումից հեռանալու է էմոցիոնալ դաշտ լի, ուզում եմ դուք էլ մեր եթերից հեռանալուց ձեր էմոցիոնալ դաշտը լի լինի։ Արև բացիկներ էմոցիաներ փոխանցելու համար այստեղ հայտնի երգերից ֆրազներ են։ Մեկը հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ, որպես կյանքից չքնախ երազ, Արեգակին պետք է հերվիսնել, կայրի եթե շատ մոտենաս։ Դիրեք ձեզ հարազատ մարդուն, մյուսը միայն ես եւ դու ու չկա էլ ոչինչ մեզ համար։ Նունե Եսայան, Արսեն Գրիգորյան։ Դու հիմա իմ սիրելի բացիկներն ես տալիս։ Ես այսպեսի մի բացիկ եւս մեկ անգամ ստացել եմ Լիլիթի կողմից, քո կնոջ ներկայացումից հետո, այնպես որ ես շատ ողջավորված եմ այս բացիկներով, շատ սիրում եմ իրենց, ապրեք, շատ լավ բան եք անում։ Շնորհակալ եմ։ Ձեզ հաջողություններ, ինչպես ասում են, նիպուխը նիպիրա, սբորգը։ Եվ այս պահին կարճ դադար կլինի, հետո արդեն կվերադառնանք, կգնանք խոհանոց, որպեսզի պարզենք թեատրին ինչ փուլում է հասել արդեն։ Դե բարի առավոտ։ Այո, ես եկա խոհանոց, որպեսզի Ադրինի հետ միասին հասկանանք ինչ ենք անում։ Ադրին արդեն ելակները կտրտել է։ Այո, կտրատել եմ, մի քանի հատ էստեղ մնացել է, կկտրատենք։ Մենք հերոստատողին հիշեցնենք, որ այսօր քաղցր աղանդեր ենք պատրաստում, որի բաղադրիչներն են շերտավոր խմոր, սերուց, խտացրած կաթ, ուրեմն կատնաշորային պանիր, որով կրեմ ենք պատրաստել։ Հենց հիմա ես սառնարանից կբերեմ կրեմը։
Այստեղ արդեն փոքրիկ խմորները թխված են։ Այո, հերոստատողին ասենք, որ այսպիսի տեսք ստացան մեր խմորիկները, որոնք պետք է դեռ վերածվեն հրաշքի։ Այստեղ ունենք կաթնաշորային պանիր, սերուցք ենք օգտագործել, խտացրած կաթ եւ իհարկե ելակն ենք ավելացնում մեր կրեմի մեջ։ Կրեմը որպես այդպեսին չհամարենք շատ կրեմ, պարզապես քաղցր սոուս կարելի է սա անվանել, որը դե կօգտագործենք թխվածքի մեջ։ Ահա խառն է։ Ինչ է սպասվում մեզ այսօր։ Այո, ես Գիտեմ, երեք ես եթերում չէի եւ նկարահանման եմ, բայց դու իմ պատվերով Ադրինա պատրաստել ես պասուց տոլման, Այո։ որը ես գիտեմ պահել ես։ Ոչ մեկին չես տվել։ Ոչ մեկին մենք Պահել ես։ չենք կերել, առանց Որ այսօր քեզ պասուց տոլմա ուտենք միասին։ Առանց քեզ նույնիսկ չենք մոտեցել կաթսային, այնպես որ պատրաստ է։ Իմիջիալոց 3 քո պատվերով էի որոշել մեր օրվա բաղադրատոմսը դու բացակայեցիր, այսօր Սոնայի պատվերով եմ որոշել, Սոնան է բացակայում, բայց նրա բաժինը կպահենք, որպեսզի անկանխատեսել է Էս երեխեքը սենց են, ժողովուրդ ջան։ Ադրի ջան, մենք մեղավոր չենք։ Պրոդյուսերը ոնց ասում է նկարահանումներն, այդպես Դե կարգավոր։ ես հասկանում եմ, բայց հասկանում եմ նաև այ մամաներին գցելը ոնց անում եմ ժողովուրդ ջան։ Այ հենց սենց։ Այդպեսին։ Լավ, ինչ Այո։ պիտի անենք, քանի որ ունենք երևի թե 1 րոպե ժամանակ մինչև դադարը։ Բարի, եւ մենք հենց այս պահին կրեմը ուրեմն պատրաստ է, մենք հենց այս պահին այս կաթսայի մեջ ավելացնենք 2 ճաշի գթալ կակաո, ահա, մոտավորապես 40 գրամ, այսպես ասած, այստեղ ավելացնենք շաքարավազ, որպեսզի մեր ջնարակը պատրաստենք, ահա 4 գթալ ավելացրեցի, ուրեմն շաքարավազ, խառնենք եւ այստեղ պետք է ավելացնենք կարակ, երևի թե 50-ից 100 գրամ աչկա չափով կհասկանանք ինչ պետք է Շատ լավ, անենք։ Ադրինա, ռեժիսորը հիմա կանջինասում է Հասկացա, դաթար, հասկացա, այնպես որ դե, հիմա մենք դե։ այս ամենը Այո։ խառնիկը պատրաստենք։ Այո, ես կպատրաստեմ, Հետո հետո արդեն կտեսնենք։ Այս շարունակությունը։ պահին դաթար, որից հետո վերադառնալու ենք տաղավար։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, եւ ինչպես արդեն գիտեք, եթե հետեւում եք մեր ծրագրին, ապա գիտեք, որ 3 ես եթերում չէի եւ հարց ուրեի ես։ Ինչպես արդեն նշեցի, նկարահանման եւ նկարահանում է հենց այն հրաշալի վայրը, որը արդեն հասանելի է յուրաքանչյուրիս, խոսքը հիր սպորտային համալիրի բացօթյա լողավազանի մասին է։ Հենց այսօր, այս պահին ձեր ուշադրության ենք առաջարկում այն ամենը, ինչ որ 3 ես տեսա այնտեղ, այնպես որ պարբերաբար դեռ ներկայացնելու ենք հիր սպորտային համալիրի բացօթյա լողավազանը եւ թեթև ասած ջիջիլ են գցելու, իսկ ջիջիլ գցելու համար եւ այդ ամենը վայելելու համար պարզապես պետք է գնալ այնտեղ, մարզվել, այնուհետեւ լողավազան, բացօթյա, արևային տրամադրություն, համեղ խոհանոց եւ իհարկե զովացոցի ճմպելիքներ։ Այն ամենը, ինչը հարկավոր է հենց քաղաքի ներսում կազմակերպելու հանգիստը։ Հիմա միասին տեղափոխվենք այնտեղ եւ վայելենք լողավազանը։ Իր սպորտային համալիրը արդեն իր դռներն է բացել բացօթյա լողավազան սիրողների համար, որովհետև եթե նախընտրում եք ամառը անցկացնել այստեղ հենց Երևանում, ապա սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի անցկացնել հանգիստը հենց այստեղ Երևանում, ստանալ շատ լավ արևայրուք եւ բնականաբար օգտվել այս շքեղությունից, այնպես որ դուք էլ բաց մի թողեք առիթը եւ ինձ նման օրը անցկացրեք հենց այստեղ։
Դե ինչպես արդեն նկատեցիք, Hills-ում հարմարավետությունները շատ են, մարզվում ենք, հետո արդեն օրը անցկացնում լողավազանում։ Կամ հենց ինձ նման, առավոտը սկսեք հենց լողավազանից, որտեղ կա հրաշալի տրամադրություն, շքեղ արև, հիանալի լողավազան եւ ել չասեմ համեղ խոհանոցի եւ լի բարի մասին, այնպես որ համեցեք այստեղ միասին օրը սկսենք եւ անցկացնենք։ Անձամբ հենց ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ հիմա եթերը թողնել ու վազել լողավազան։ Ես լինելով արևի սիրահար, լողավազանի սիրահար բացօթյա, միանշանակ Hills սպորտային համալիրի բացօթյա լողավազանը հենց ինձ համար է։ Այնպես որ եթե իմ նման եք, ապա օրը սկսեք եւ օրվա մեծ մասը անցկացրեք այնտեղ, մինչեւ մայրամուտ։ Դե իհարկե այնտեղ նաեւ ինչպես նշեցի, զովացուցիչ ըմպելիքները, համեղ խոհանոց, այս ամենը տալիս են հարմարավետության եւ հիանալի ժամանցի հնարավորություն։ Հիմա տեղափոխվենք խոհանոց, որովհետև այնտեղ էլ պատրաստում են շատ համեղ քաղցրավենիքներ ու հետո հասկանանք, թե Ադրինեն ինչ փուլում է։ Ադրինե։ Սուրեն ջան, նախանձեցինք քեզ։ Բարի ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտող սիրելիներս, հավաքվեք գնալու ենք Hills լողավազանի այդ բարիքներից օգտվելու։ Արևը շողում էր, շատ շրջակայքը շատ գեղեցիկ էր, ես կարծում եմ շատ լավ հանգստի համար նախատեսված պայմաններ կան, այնպես որ մոտակա հանգստյան օրերին կազմակերպեք ձեր հանգիստը հենց այնտեղ։ Իսկ ես ձեզ ասեմ, թե ինչ արեցինք մինչ այս պահը։ Սիրելիներս, եթե հիշում եք, ունեինք շերտավոր խմոր, որը կտորների վերածեցինք եւ եփեցինք, արդեն պատրաստի վիճակում են վաղուց։ Ես այն մի փոքրացրեցի, փշրեցի, հենց ձեռքով փշրել եմ։ Այստեղ ունենք մեր սոուսը, քաղցր սոուսը, կրեմային մի փոքր այսպես շեղումներով։ Ինչ ենք օգտագործել՝ սերուցք, կատնաշորային պանիր եւ իհարկե խտացրած կաթ։ Այնտեղ ավելացրել ենք նաեւ ելակի կտորներ։ Հիմա այս գեղեցիկ համադրությունը ավելացնենք մեր շերտավոր խմորի վրա։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Շատ անուշիկ բույր ունի իմիջայլոց, չգիտեմ, երևի թե խտացրած կաթն է։ Այսպես բուրում եւ ելակը իհարկե։ Եվ փորձեմ շատ զգուշությամբ այն խառնել, որպեսզի բոլորը միախառնվեն, թե համերը եւ թե սպաղադրիչները։ Եվ սիրելիներս, ահա եթե տեսնում եք, ես այստեղ պատրաստել եմ մի տարա, որտեղ ուրեմն այս խոհանոցային թաղանթն եմ տեղադրել, որովհետև մենք ամենավերջում պետք է այսպես փորձենք շուռ տալ այն մեր մատուցվող ամանի մեջ, եւ այս թաղանթը շատ կօգնի մեզ, այնպես որ նկատի ունեցեք։ Իհարկե մատուցման ձևը ամբողջությամբ ձեր տրամադրությամբ դուք դասավորեք, կարող եք գեղեցիկ շատ այսպես սկուտեղի վրա այս ամենը տեղադրել նախապես, կարող եք որևիցե թափանցիկ վազочкայի մեջ, այսպես ամանիկի մեջ շերտ առ շերտ տեղադրել, օրինակ կարող է մի հատվածը լինել այս զանգվածը, մի հատվածը ելակը նորից այս հատվածը, այնպես որ դա թողնում եմ ձեր ճաշակին։ Ես այսօր առաջարկում եմ այս տարբերակը։ Ահա, համարյա թե միախառնվեց, սիրելիներս, բայց այնպես անենք, որպեսզի բոլոր կտորները թխվածքի, ուրեմն թաթախվեն այս սոուսի մեջ։ Կարծում եմ լավ է, արդեն կարող ենք տեղափոխել մեր ամանիկի մեջ։ Այսպես։ Ահա։ Եվ հիմա փորձենք այն դասավորել, այսպես ասած հարթեցնել, այսպես, ամբողջությամբ կհարթեցնենք և իհարկե կծածկենք, այն պետք է մի քանի րոպե մնա սառնարանում, վերջում արդեն կվայելենք,
Շատ լավ, իսկ ես նշեմ անպայման, որ մենք այս ամենը նաև իհարկե կարող ենք համեմել շատ համեղ կոմպոտներով, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, իդեպ նշեմ, որ պահածոների տեսականին նույնպես հասանել է բոլորին։ Ես բազմիցս նշել եմ, որ այս ամբողջ պահածոների տեսականից ամենաշատը ինձ հետաքրքիր են թթուները, նույնիսկ այս ամռան եղանակին ես շատ եմ սիրում թթու, այնպես որ վայելում ենք այստեղ մենք յուրաքանչյուր առավոտ, այն հասանելի է նաև բոլորին։ Եվ չենք մոռանում կաթնամթերքի մասին, որը ոչ միայն հասանելի է Հայաստանում, Էլոլա ապրանքատեսակը, նաև Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցները նույնպես ունեն հնարավորություն հայկական խանութներից ձեռք բերելու Էլոլան, Սյունյաց լեռների համը եւ հոտը։ Կաթնամթերքում ամբողջությամբ ներկայացված պանիրների տեսականին, թթվասեր, կաթնաշոր, մի խոսքով այն ամենը, ինչը ձեր օրվա սպիտակուցային պաշարը կարող է ապահովել։ Դե ինչպես տեսնում եք, Ադինեն էլ արդեն օգտվեց այդ կաթնամթերքից եւ պատրաստեց այս համեղությունը։ Հիմա այս համեղությունը գնում է սառնարան, մի քիչ զովանալու։ Այո, մենք անպայման կուղարկենք սառնարան, որպեսզի այսպես սառ չի հանգստանա, ինչ ուզում եք անվանեք։ Այս մյուս կտորները մենք կարող ենք հետո ուրիշ բանի համար օգտագործել, կամ կարող եք էլի եւս մեկ անգամ սոուս պատրաստել եւ ավելացնել մեկ այլ տարբերակով կամ այլ հատապտուղներով։ Իմիջիայլոց ուզում եմ նշեմ, որ մենք այս ընդհանուր այս թխվածքի վրա, այս աղանդերի վրա ես ծախսել եմ 2000, մոտավորապես 700 դրամ, ասեմ, որ աղանդերի համար ոչինչ լավ գին է, այնպես որ այս չափաբաժնի համար չափաբաժինը վատ չէ, իմիջիայլոց նշեմ, մեկ գավաթ ընտիր սուրճի հետ, կարծում եմ, սա կարելի է լավ վայելել, այնպես որ նկատի ունեցեք։ Այդ ամենը նաև արվեստի տեսանկյունից, որովհետև միշտ համեղ քաղցրավենիքը, սուրճը տրամադրում են ստեղծագործելուն, Ադրինե։ Ես լիովին համամիտ եմ քեզ հետ, որովհետև արվեստից, մշակույթից ավելի գեղեցիկ, հրաշալի, գունեղ բան չկա այս աշխարհում։ Այո։ Քիչ հետո մենք մեր հյուրի հետ էլ կպարզենք արդյոք նա ստեղծագործելու ժամանակ սուրճ է խմում, վայելում է այդ process-ը, թե իրեն ոչ մի բան չպիտի խանգարի։ Ես կարծում եմ այդ փոքրիկ հաճույքները դեռ օգնում են, ոչ թե խանգարում։ Ավելին։ Դե եթե բան չկա անելու, այս ամենը ուղարկում ենք սառնարան, որպեսզի սառ չի։ Այո, շատ բարի, միայն այստեղ նշեմ, որ ջնարակ ենք պատրաստել, այն ամենավերջում մատուցելիս արդեն կավելացնենք վրան։ Ասեմ, որ հիմա կլինի կարճ դադար, հետո արդեն տաղավարում կողջունենք Ավո Խալաթյանին եւ խոսելու ենք նրա նոր ցուցահանդեսի մասին, հրաշալի արվեստի գործեր, որոնք կներկայացվեն շատ շուտով արդեն արտ կվարտալում, այնպես որ դուք նույնպես կունենաք հնարավորություն այդ ամենը դիտելու եւ վայելելու։ Ինչպես ստեղծվեց այս գլուխգործոցները եւ ինչը նրան դրթեց դեպի այդ քայլը, կիմանանք արդեն քիչ հետո հենց նրա հետ մեր տաղավարում։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ ինչպես արդեն նշեցի, շատ հետաքրքիր եւ հրաշալի իրադարձություն է սպասվում հունիսի 6-ին արտ կվարտալում տեղի կունենա Ավո Խալաթյանի Սպանված թատրոն անհատական ցուցահանդեսի բացումը։ Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվելու են Ավոյի վիդեո արտ աշխատանքները։ Այդ առիթով այսօր հենց տաղավարում Ավո Խալաթյանն է։ Բարի առավոտ։ Բարի լույս, իմ շատ սիրելի ընկեր, Սուրեն, բարի լույս, իմ հարազատ հեռուստաընկերություն։ Շատ ուրախ եմ այսօր օրը սկսել ձեզ հետ։ Մենք քիչ առաջ հիշում ենք մեր ինստիտուտի։ Բարի սիրելի Ադրինե, քեզ էլ ողջույն, բոլորին, ստեղծագործական թիմին, ԱԹՎ-ի։ Այնպես որ այո, հրաշալի է եւ որ այստեղ ես մենք հիշում ենք մեր ուսանողական տարիները, թե երբ այսքան արագ անցան եւ իհարկե արդեն այսօր թեմաներն ուրիշ են, իսկ այն ժամանակ լրիվ մեր մտածելու ուղին միայն մեկն էր՝ սովորել է ինստիտուտը եւ թատրոնը։ Ավո, այսօր թատրոնը դառավ սպանված եւ դառավ նկարների մեջ։ Ինչու այդպես, ինչու հենց այդ վերնագրով։ Երևի ոչինչ պատահական չէր, Սուրեն։ Երևի հենց այդպես էլ պետք էր լինել։ Այս ներկայացումը, որի ամբողջ իլյուստրացիան, դեկորները նկարել էի ես, ամբողջ փորձերի այդ ստեղծագործական process-ի ընթացքում, խաղալով նաև այդ ներկայացման մեջ, ստանձնելով Էդուարդ Արունով մի հերոսի Խոսքը Վերոնիկան որոշում է մեռնել։ Պաուլո Կոելյոյի ժամանակակից գրող հայտնի ստեղծագործությունը, որը հրավիրյալ ռեժիսորի կողմից, Արթուր Սարիբեկյանի կողմից, իմ տաղանդաշատ ընկերոջ, բեմադրվեց Պարոնյան թատրոնում 5 տաղանդաշատ ընտրանի դերակատարներով եւ այս ներկայացումը ապրեց 3 տարի, քիչ ավել։ Շրջագայեց տարբեր միջազգային փառատոների մասնակից եղավ Հունգարիա, Կազախստան, այսպես այդ
իլյուստրացիան նույնպես մեզ հետ շրջագայեց, ապրեց, գնաց ու եկավ ու հանկարծ մի օր որոշեց դե պետական թատրոնի գործերին, ինչպես եւ Աստծո գործերին չենք խառնվում։ Որոշեցին, որ ներկայացումը պիտի դուրս գա ռեպերտուարից։ Ինչևէ, գտա այդ ամբողջ կտորները 11 մետր երկարությամբ եւ 4.5 մետր բարձրությամբ։ Գտա կուլիսների ետնախորշերում, փոշիների մեջ սպանված եւ այդ կերպարի Էդուարդի, որ ամբողջ պիեսի ընթացքում փնտրում էր տիրամոր պատկերը եւ ուզում էր նկարել տիրամորը, ուզում էր երազում էր դառնալ նկարիչ, ու հանկարծ այդ Էդուարդի դեմքով նայում էին ինձ այդ կտավները եւ ես որոշեցի փրկել ու նորից կյանք տալ։ Սպանված կտավները, սպանված թատրոնի կտավները բերեցի տուն եւ էլի սկսեցի աշխատել, գնելով թանկարժեք բելգիական կտավներ, այդ ամենը փակցրեցի, կոլաժի տեխնիկայով փակցրեցի այդ կտավների վրա եւ նորից սկսեցի աշխատել։ Այդ գործերը վերապրած գործեր էին, չկա այնպիսի ներկայացում, ես չեմ հիշում, որ լույսերը վառվեին սրահի եւ չոր աչքեր տեսնեի ես, մանավանդ երիտասարդների մոտ։ Այնպիսի հուզիչ մի ստեղծագործություն է եւ այնպիսի հուզիչ դերակատարում մեր խաղեր դերասանական, որ չէին կարող ոչ մեկը զսպել իրենց արցունքները եւ այդ ամբողջ էներգիան, այդ ամբողջ զգացողությունները փոխանցվել էին այդ կտավներին եւ իսկապես նրանք արժեքավոր գործեր դարձան։ Քանի գործ դարձավ։ 6 մեծ գործեր, 2 մետր, 1.70 չափսերի, այսպես 6 աշխատանք, որը կկախվի, որոնք գտան իրենց տեղը ու պիտի կախվեն արտ կվարտալի նորովի վերաբացված ցուցասրահում, որոնք մարաններ են եղել 1891 թվականի ես կոնկրետ նշում եմ թիվը, որովհետև վերջերս այդ նորոգումների ընթացքում երիտասարդները, տղաները, ովքեր իրենց ձեռքով են այդ ամենը ստեղծում ու անում, չունենալով ոչ մի հովանավորչական օգնություն, ոչ մի նրանք բազմիցս խոսել ոչ մի բան, եւ նրանք կվաճառեն իրենց նկարները, կզրկեն իրենց շատ ու շատ բաներից, բայց կներդնեն այդ կվարտալի վրա եւ նորոգման ընթացքում բացվեց ու գտնվեց այդ տուֆի կտորը, որտեղ փորագրված է 1891 դա այսպես ցեմենտով սվաղված եւ փակված էր այս ժամանակի ընթացքում, ինչ քամիներ ասես չեն անցել, ինչ ջրեր ասես չեն հոսել այդ հատվածներում եւ հիմա կարծես նորից վերաբացվում է այդ ցուցասրահ ու հրաշալի մի վայր է դառնում արտ կվարտալը, արդեն ինքը կար, որպես հրաշալի տեղ, արվեստի շնչով լի, որտեղ ամեն մի քարը, ամեն մի թուփը արվեստի մասին է եւ այդ երիտասարդները, որ համախմբվել են, քանդակագործներ, նկարիչներ, ես երկար չմտածեցի, երկար չփնտրեցի վայրը եւ ընտրեցի հենց արտ կվարտալը, որպեսզի հենց արտ կվարտալում լինի այս ցուցադրությունը։ Սպանված թատրոն, բայց լիահույս, որ ոչինչ չի մեռնում, եթե դա արվեստ է, եթե դա ազնիվ ու մաքուր արվեստ է, ժայռի մեջից այդ ծիլը պիտի անպայման դուրս գա։ Այո, ավո, այստեղ հա թերթիկում, որը ներկայացնում է արդեն ամբողջ ցուցահանդեսի ինֆորմացիան, հետաքրքիր տողեր կան եւ ամեն ինչ մի օրում ավարտվում է ու ամեն բան վերադառնում է նույն կետին։ Ես պտտվելով 160 աստիճանով հասա փակ դռներին ու բացեցի դրանք։ Այո։ Ահա, արի բացենք ոչ միայն դռները, նաեւ այս տողերը։ Այդ 360 աստիճանը իսկապես իմ վերապրումներն էին, իմ զգացողություններն էին այդ 3 տարիների ընթացքում խաղալով այդ դերը, այդ ներկայացման մեջ ու հանկարծ մի օր փակվեց այդ դռները, ինչպես որ սկզբում նշեցի, հանվեց ներկայացումը եւ ես բացեցի այդ դռները եւ այնտեղ գտա իմ կտավները, որոնք փրկվեցին ու ստացան նոր կյանք։ Երևի այս եթերն էլ կավարտվի, մեր շնչառությունն էլ կավարտվի, ինչպես որ գրած է այդ տեքստում եւ հեղինակը դա Արթուր Սարիբեկյանն է այս հրաշալի տեքստի, ռեժիսորը այդ ներկայացման, որը մինչեւ հիմա չի հրաժարվում հայրությունից եւ մինչեւ օրս իմ կողքին է եւ ամբողջ այդ ռեժիսորական մոտեցումը պատկանում է Արթուր Սարիբեկյանին, վիդեոարտերը եւ ցուցադրության իր տեսակը, չնայած կան էլի մարդիկ, որոնք իմ կողքին են, կնշեմ, քիչ ուշ, ովքեր են ինձ հետ միասին քայլում այս ցուցահանդեսը կայանալու հարցում,
կան մարդիկ, նշեմ, եթե եկան խոսքը հասավ, Սոնա Մինասյան, մոսկվացի հայազգի մեր աղջիկը, որ համադրողն է, կուրատոր է, որ աշխատել է բազմաթիվ նկարիչների հետ տարբեր երկրներում ցուցահանդեսներ կազմակերպել եւ ինքն էլ համադրում է այս ցուցադրությունը։ Շնորհակալ եմ Սոնային, Մարիամը Գևորգյան, կլիպմեյքեր, ֆոտոգրաֆ, որը այս ամբողջ փաթեթը սկսած հրավիրատոմսերից, այս բուկլետից, աֆիշներից, ամեն ինչից եւ իհարկե կտավների ֆոտոները նույնպես Մարիամ Գևորգյանինն են։ Արդինի ստուդիայի իմ ընկերներին, որոնք այս ամբողջ հնչյունային վիդեոարտերը, այդ պրոյեկտորները, այդ երաժշտությունները, որոնք պիտի հնչեն ամեն այդ կոմունիկացիան եւ բոլորը պատկանում է Արդինի ստուդիային։ Ուզում եմ նշել, որտեվ շատ քիչ են այսօր արվեստի կողքին կանգնողները, մեքենասներ կլինեն, բիզնեսմեններ կլինեն, ուզում եմ նշել Զոե գինիները, փրփրուն խաղուն գինիները, որ կլինեն այդ օրը կհյուրասիրեն մեր հյուրերին, ավելի Տրամադրությունը բարձր է։ Տրամադրություն կպարգևեն ամառային զով երեկոն, եւ իհարկե արտկվարտալի երիտասարդներին, որոնք ջանք չեն խնայում, որպեսզի լավագույնս ներկայանանք այս ցուցահանդեսով։ Ցուցահանդեսը վայելելու ենք ամսի 6-ին, ինչքան է լինելու։ Ամսի 6-ին կլինի բացումը, փակ բացումը, հատուկ հյուրերի համար, հրավիրատոմսերով այցելուների համար, իսկ ամսի 7-ից արդեն բաց կլինի հանրության համար ու կլինի մինչև հուլիսի 6-ը, հունիսի 6-ից հուլիսի 6-ը, այո, մեկ ամիս կլինի արտկվարտալը։ Թատրոնի դռները փակվեցին, բայց թատրոնում դռները չփակվեցին, որովհետև շատ շուտով մենք քեզ էլի տեսնելու ենք բեմում, պրոյեկտ կա, որի մասին չգիտեմ, ես չեմ ասի, բայց դու երևի կամ կասես կամ ոչ, բայց գիտեմ, որ ընթանում են հիմա փորձերը, շատ հետաքրքիր գործ է սպասում։ Այո, պետական թատրոնը համավազիկ ընկերը ինձ միշտ խոսում է։ Պետական թատրոնը փակվեց ինձ համար, չնայած նրան, որ 27 տարի աշխատեցի Պարոնյան թատրոնում, ավարտվեց ինձ համար Երվանդ Ղազանչյանով այդ թատրոնը, ավարտվեց Զավեն Աբրահամյանով, Արադ Եղտրիկյանով, Կարինե Բուրնազյանով, երկրից գնացած դերասաններով Վարուժան Մանուկյան, Նարինե Ալեքսանյան, Հովակ Գալոյան, որը նույնպես թողեց այդ թատրոնը եւ ինձ համար կարծես վերջացավ, ես չունեի արդեն այդ ժամանակը տրամադրելու պետական թատրոնին։ Եվ հիմա այսպես մասնավոր հրավերներ կան եւ մի ֆանտաստիկ գործ է գրվել մեր մայեստրո, ժամանակակից մայեստրոյի կողմից Վահրամ Սահակյանի եւ իհարկե հրաշալի ռեժիսորը Արթուր Սահակյանը, որը միակն է, ով ադամանդ է դարձնում այդ ալմազը, Վահրամի ալմազները դարձնում է ադամանդ, դա Արթուր Սահակյանն է եւ իհարկե հրաշալի թատերական դերասանական խումբ է հավաքված ու սպասվում է նոր ներկայացում, նախնական վերնագիր կա, Արահավիրք, այսպես է կոչվում, ինտրիգներով լի այսպեսի վերնագիր եւ ինտրիգներով լի այսպեսի հեղինակ եւ սպասում ենք աշնանը արդեն սեղանի շուրջ ինտենսիվ աշխատանքներն են ընթանում։ Ես գիտեմ ինչի մասին է գործը, բայց երևի ես իրավունք չեմ հրապարակի, այո, չբացենք, դե Վահրամ Սահակյանը միշտ ինչպես սուր, ժամանակակից, ասելիքով ենթատեքստերով լի ու խորը ասելիքով ներկայացում եւ հանդիսատեսը հասկացող հանդիսատեսը շատ բան կտանի իր հետ այդ ներկայացումը դիտելուց հետո վստահ եմ։ Շատ լավ։ Դե դա իհարկե աշնան խոսելիքն է եւ ներկայացնելիքը, վերադառնանք էլի հունիսի 6-ին։ Այո։ Ավո արվեստագետի համար, հատկապես երբ որ այդ արվեստագետը աշխատում եւ ստեղծագործում է ոչ միայն մի ուղղությամբ, այլ մի քանի, հա, շատ խառն է աշխարհը երևում։ Եվ այդ խառը աշխարհը իր հոգեբանության շնորհիվ եւ իր պրիզմաների շնորհիվ արտացոլվում է տարբեր իր գործունեության մեջ։ Այս ամենը այսօր արտացոլվում է քո նկարների մեջ, որովհետեւ նաեւ վերջին շրջանում եղած քո ցուցահանդեսի ժամանակ, երբ որ ես դիտեցի նկարները, եւ հիմա էլ այս նկարները, որոնք արդեն հասանելի կլինեն, ես հասկանում եմ, որ մի շրջան կա արվեստագետի մոտ, որտեղ արվեստը խառնում է գույները, բայց միևնույն ժամանակ ճիշտ դասավորելով պատկերները։ Ինչ է սա քո համար եւ ինչ շրջան ես դու ապրում հիմա։ Կարծում եմ չկա համաշխարհային ոչ մի նկարիչ, գիգանտ նկարիչներից անգամ վերցնենք, որ չունենան իր էտապները, պերիոդները, ինչպես ասում են։ Դա ժամանակն է թելադրում, միշտ պահը, ժամանակը իր ցավերով, իր բողոքներով, իր անկումներով ու վերելքներով թելադրում է արտիստին, ստեղծել շարքեր, թեկուզ մեկ կտավ, կապ չունի, ինձ մոտ, ինչպես նշեց մի
մի արվեստաբան, որ իմ նկարները կարծես մարկաներ լինեն, որը խորհրդանշում է տվյալ ժամանակի տվյալ իրադարձությունը։ Եվ դա ժամանակ անց, երևի տարիներ անց կարող է վերծանվել եւ հասկանալ, թե ինչեր են կատարվել ժամանակին։ Շատ հետաքրքիր լեզու է նկարչի լեզուն։ Խոսում է կտավներով, ասել իմ կտավները ինչպես ներկայացնեմ, պարզ չեն եղել երբեք, հասարակ չեն եղել երբեք, լոկալ չեն եղել երբեք, միշտ իմ մտածողությունը եղել է ուրիշ տեսակ։ Երևի սա թատրոնի օգնական ուժն է ինձ, այսքան պիեսների եւ կլասիկ եւ ժամանակակից հեղինակների այսքան կուտակված բագաժն է, այսքան իմացությունն է, երևի, որովհետեւ ոչ մի նկար, չկա այնպիսի նկար, որ չունենա իր ասելիքը, իր ենթատեքստը, իր գաղտնիքները եւ իր ասելիքը ամենակարևորը։ Այո, յուրաքանչյուր արվեստագետ ունի իր ասելիքը, ավո, եւ քո նկարներում էլ արտացոլում են քո ասելիքը։ Ես լավ եմ զգում, ինձ խոսել կտավների միջոցով։ Կտավները խոսում են հայերեն, թե խոսում են մեկ այլ լեզվով։ Ճիշտ ասած, Սուրեն, խոսում եմ հայերեն, բայց ընկալվում է օտարների կողմից շատ տարօրինակ կերպով։ Հայաստանյան հանդիսատեսը մի բուռ, ինչպես որ դու գիտես ներկայացումները ինչպես են լինում, չէ՞, եթե մի քիչ ավելի այսպես մտածելու տեղ տվող ներկայացում է լինում, ավելի հոգեբանական, բարդ ներկայացում, մի բուռ հանդիսատես է ունենում այդ ներկայացումը։ Իսկ ինչքան լինես ավելի այսպես հատակ, ինչքան լինես գրեհիկ, ինչքան լինես այսպես վատ հումորը լավ բան է շատ, ես ինքս շատ հումորով մարդ եմ, ամենուրեք հումոր եմ տեսնում ու փնտրում, բայց այսօրվա հումորն ու այսօրվա պահանջը չասեմ, որովհետև այդ պահանջը ասված այնքան Հարաբերական է պահանջ, որովհետև ավո, եթե հանդիսատեսը գալիս է ցուցահանդես դիտելու նկարներ, այսինքն հանդիսատեսը պահանջ ունի դրա, այո։ Այո, ինչ որ մատուցես նրա բայց մեծամասամբ գիտենք, որ մեծամասամբ մարդկությանը այսօրվա մեր հանդիսատեսին չի հետաքրքրի այս տիպի ստեղծագործությունները։ Դրա համար ավելի իմ լեզուն ընկալում են դրսում։ Դրա համար այս նախորդ ցուցահանդեսի կտավները գնացին Միացյալ Նահանգներ, այնտեղ ցուցադրվեցին։ Իդեպ միացյալ ցուցահանդես եղավ Մինաս Հալաջյանի հետ, հրաշալի մեր գեղանկարչի, որը իմ մանկության ընկերն է նաև, միասին ենք հաճախել Կոջոյան արվեստի դպրոց։ Հետո ես կտրուկ փոփոխություն գնացի դեպի դերասանի կարիերա, իսկ ինքը շարունակեց։ Այո։ Որպես գեղանկարիչ միացյալ ցուցահանդես եւ թողեցի այնտեղ ամբողջ կտավները եւ շատ տարօրինակ ռեակցիա է տեսնում մեր հայ հասարակության եւ արտասահմանցիների միջև, թե ինչպես են ընկալում իմ կտավները ու հասկացա, որ ավելի ընդունվում են, ավելի հասկանալի ու հասանելի են դառնում օտարերկրացիների համար իմ կտավները։ Մնացին այնտեղ, որպեսզի շարունակեն իրենց շքերթը եւ ցուցադրվեն տարբեր քաղաքներում Միացյալ Նահանգների, առջևում սպասվում են այդ ցուցադրությունները։ Քանի վրձին է կոտրվել։ Ես գիտեմ, որ նկարիչները երբ ավարտում են նկարը, կոտրում են վրձինը։ Չէ, ես չունեմ այդպեսի։ Դու չունես այդպեսի չափից ավել տաղանդավոր երևույթներ չլինում իմ կյանքում, չեմ կոտրում, բայց լինում է, որ փչանում են։ Մոռանում եմ այդպես նավթի մեջ, մոռանում եմ ջրի մեջ, ներքով վիճակում։ Մոռանում են վրձիները, իսկ մոռացած վրձինները հաճախ են իրենց մասին ձայն, այո։ Տալիս եմ, բայց արդեն ուշ է լինում, արդեն փչացած է լինում։ Ինչ մտքեր կան, հաջորդիվ ինչն է քեզ անհանգստացնում, որոնք հայտնվելու են կտավների վրա։ Գիտեք, ինձ մոտ պահիտակ է գալիս։ Պահիտակ կարող է այսպես որոշեմ, չունեմ էսկիզ, ես երբեք էսկիզներ չեմ անում։ Ես մի անգամից միտքը արդեն կա լիարժեք պատրաստ ձևավորված միտքը արագ հանձնում եմ կտավին այդ պահին։ Իսկ սա բոլորովին այլ շարք է։ Սա բոլորովին այլ շարք է, սա իսկապես շարք է եւ 6 կտավ, որոնք արդեն ապրած, վերապրած Էդուարդի եւ Ավոյի կողմից ու շատ տարօրինակ ու հետաքրքիր էր, երբ այդ դերը ես ստացա Արտուրի կողմից, այդ Էդուարդը, հերոսը, ով երազում էր նկարիչ լինել։ Դե ասեմ, Կոելոյի ամենասիրելի գործն է դա։ Վերոնիկան Գորշովերն է։ Բոլորը նախընտրում են Ալխիմիկը, բայց ես կարդացել եմ Կոելոյի բոլոր գործերը։ Ճիշտ է, Ալխիմիկը ունի իր արժեքը, բայց ինձ համար այդ գործը ամենալավը։ Ավելի հիթային են Ալխիմիկ, մյուս, բայց Վերոնիկան որպես վիպակ եւ հետո շատ բարձր վարպետությամբ Արտուրը դարձրեց այս վիպակը պիես։
ինքը հրաշալի պիես դարձավ ու այդ կերպարը Էդուարդը, ով լքված էր իր ընտանիքի եւ հասարակության կողմից եւ ընտանիքը նրան ստիպում էր անպայման որ նա կապի փողկապ եւ շարունակի հոր գործը լինելով դիվանագետ, չէ, նա երազում էր այդ երիտասարդ տղան երազում էր նկարիչ դառնալ եւ նա որպես լքված ընտանիքի անդամ ուղարկվեց Սլովենիայի այդ բուժարանը որպես խելագար, այնինչ նա խելագար չէր, մարդ ով որ կտարբերվի մի քիչ հասարակությունից դառնում է գիժ, բայց այդպես չէ, ուղղակի տարբերվում է մնացածից։ Էդուարդը եկավ ու 10 տարիների ընթացքում, չապրած 10 տարիների ընթացքում նկարեց ամեն տեղ, պատերին, հատակին, առաստաղին, որտեղ որ կպատահի սավանների վրա եւ կարծես զուգահեռ Ավոն նույնպես այդ ժամանակ կարծես թե նկարում էր ամենտեղ ու ամենուրեք ու այսպես շատ զիլ համընկավ այդ ամեն ինչը ու կերպարն էլ ստացվեց Ավոն էլ արեց այդ դեկորացիան, իլյուստրացիան Ավո դու հիմա պատմես այս ամենը, իսկ ես գնում եմ հետ Երբ որ ռոմանտիկ Ավո Խալաթյանը ինստիտուտի պատերի ներսում միջանցքներում երգում էր զրնգում, այո, ես ասեմ գաղտնիք չի դա։ Ավոն են ուսանողն է եղել ինստիտուտում, որը երբ որ դու դասի ժամանակ ուզում էիր դուրս գալ լսարանից, ու միջանցքում Ավոյի ձայն էր, որտեղ Ավոն ամենտեղ երգում էր միջանցքի։ Այո։ 4-րդ հարկի մեր լսարանները դեմ դիմաց էին։ Այո, դեմ դիմաց էին։ Եվ Ավոն միշտ երգում էր։ Արձագանքը ինձ գրավում էր, ինչպես որ եկեղեցում է հնչում, չէ, ձայնը այդպես կես գրավում է եւ նույնն էլ այդ միջանցք ուներ այդ էֆեկտը կարծես, հա, եւ դա ինձ գրավում էր, եւ չէի սպասում վոկալի ժամերին գնա այդ փոքրիկ խցում երգելու, ինձ համար այդ միջանցքը ավելի լավ արտակարգ։ Այսօր ռոմանտիկ Ավոն նկարներում ոչ այնքան ռոմանտիկ է, որովհետեւ տարիներն անցնում են, ժամանակները փոխվում են, մենք հասունանում ենք, կյանքը սկսում ենք ընկալել մեկ այլ տեսանկյունից, մեկ այլ աչքերով, արդյոք այսօր ռոմանտիկ Ավոյին տեսնում ես ռոմանտիկ Հենրի մեջ։ Հենրին եւ Էլիզաբեթն էլ շատ փխրուն ու նուրբ հոգի ունեն, շատ ուրախ եմ, որ ունեմ նման աստիճակված ու լավ երեխաներ, նուրբ հոգիով, եւ վստահ եմ, որ մի օր Հենրին էլ ինչ որ քայլ կանի դեպի արվեստի որևէ ճյուղ, սակայն հիմա բացարձակ հեռու է այդ ամեն ինչից, լրացնում է Էլիզաբեթը։ Եվ քանդակում, եւ նկարում, եւ երգում, եւ ես տեսել եմ պարում։ նաեւ ցուցահանդեսին Էլիզաբեթի նկարները ու շատ զարմացած Իսկ Հենրին ժամանակակից տղա է շատ, այդպես իրեն հետաքրքրում է կիբերանվտանգություն, մնացած թվային աշխարհը, այո։ Շատ լավ, ավո հունիսի 6-ին, հա, արդեն կգանք ու կվայելենք նկարներ, իսկ հունիսի 7-ից արդեն հասանելի բոլորին արտվարտալ։ Եվ հրաժեշտից առաջ մեր եթերի ուզում եմ քեզ նվիրել մի բացիկ, արև բացիկները, որոնք էմոցիաներ են տալիս, իդեպ ասեմ, որ այս բացիկներից հատուկ թույլտվություն մենք ունենք տեքստերն օգտագործելու համար նաև Նունե Եսայանից եւ շնորհակալ եմ Նունեին այս հրաշալի հնարավորության համար։ Ես իրեն նվիրել եմ այս բացիկներից հենց իր երգով։ Այս մեկն էլ ուզում եմ քեզ նվիրել, բայց որ այսօր այստեղից հետո ծաղիկներ վերցնես եւ այս բացիկը տեղադրես ծաղիկների մեջ ու տանես Նունեին, որովհետեւ հենց այստեղ իր երգի բառերն են, իր եւ Արսեն Գրիգորյանի միայն ես եւ դու ու չկա այլ ոչինչ մեզ համար։ Շնորհակալ եմ։ Ես ամեն անգամ համերգի Նունե Եսայանից լսում եմ թե ինչպես է նա պատմում ձեր սիրո պատմությունը եւ համոզված եմ որ այդ սերը այսօր էլ ձեր ընտանիքում է եւ թակավորում է։ Այնպես որ այս բացիկը գեղեցիկ ինքնատիպ։ Որպես սիրո դրսևորում այսօր ծաղիկների հետ կնվիրես Նունե Եսայանին։ Շնորհակալ եմ։ Կատարված է։ Այո, ողջուններս Նունեին ու իհարկե հունիսի 6-ից արդեն հասանելի են նկարները բոլորի համար։ Վայելում ենք։ Շնորհակալություն Ավո։ Շնորհակալություն Սուրեն։ Այս պահին կարճ դադար, հետո կվերադառնանք ու Ադրինեի հետ միասին կամփոփենք ծրագիրը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ուզում եմ մատուցեմ այն համեղ աղանդերը, որը միասին պատրաստեցինք ամենահասանելի եւ պարզ բաղադրիչներով, մեզ շերտավոր խմոր էր պետք, սերուցք էր պետք, խտացրած կաթ, կաթնաշոռային պանիր եւ իհարկե շոկոլադ։ Ահա պատրաստ է այն, մի փոքր թողեցի, որպեսզի սառնարանում սառչի։ Հիմա արդեն կմատուցենք, տեսնենք թե ինչ է ստացվել սիրելիներս։ Ահա այս թաղանթը մեզ կօգնի, որպեսզի շատ գեղեցիկ կարողանանք հեռացնել այն ամանից։ Ահա հենց տախտակի վրա եմ ուզում մատուցել սիրելիներս, որպեսզի ստացվի շատ ամառային եւ շատ հետաքրքիր։ Ահա վերցնենք մեր ամանը, այսպես։
եւ հեռացնենք այս թաղանթը։ Ահա։ Այսպես, ահա։ Ստացել ենք այսպիսի հետաքրքիր թխվածք եւ իհարկե այս ջնարակը, որը պատրաստեցին կակաոյով, կակաոյի փոշիով, շաքարավազով եւ իհարկե կարագ օգտագործեցինք։ Ցանկության դեպքում մի փոքր սերուցք կարող եք ավելացնել, սիրելիներս։ Այսպես առատ կլցնենք վրան եւ իհարկե կզարդարենք ելակով եւ ես ունեմ մի քանի շոկոլադե կտոր։ Ահա, տեսնենք, թե ինչ կստացվի սրանից, այսպես, բայց կլինի շատ համեղ, սիրելիներս դուք էլ փորձեք պատրաստել այս հետաքրքիր եւ հեշտ տարբերակը թխվածքի եւ բայելեք, ահա ելակով փորձեմ գեղեցիկ դասավորել եւ մաղթել ձեզ բարի ախորժակ, մաղթել ձեզ լավ օր եւ ասել, որ մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ, որովհետեւ մենք ձեզ շատ ենք սիրում, սիրելիներս։ Լավ մնացեք, առողջ եղեք, ճաշայեք եւ վայելեք այսպիսի համեղ վիտամիններով հարուստ մթերքներ եւ բաղադրատոմսեր ու մնացեք միշտ առաջին ծրագրի հետ։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Լավ եղեք։ Շնորհակալություն Ադրինեին այս համեղությունը պատրաստելու համար, քիչ հետո միասին բոլորս կճաշակենք եւ այս ամենը, ինչպես արդեն նշել եմ, կհամեմենք համեղ կոմպոտներով, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը։ Կոմպոտներ, պահածոներ, գինիներ, լայն տեսականին, որոնք օրվա յուրաքանչյուր պահի գեղեցիկ համադրությունը կլինեն։ Եվ նաեւ օրվա կարևոր սպիտակուցային պաշարը մենք հավաքում ենք Էլոլա ապրանքանիշի կողմից ներկայացվող կաթնամթերքով, հրաշալի լայն տեսականի, որը հասանելի է ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս առավել եւս Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները ունեն հնարավորություն հայկական խանութներից այդ ամենը ձեռք բերելու համար։ Ինչպես նշեցի, ժամանակն է միմյանց նվիրել էմոցիաներ ու տրամադրություն։ Այս ամենը արև բացիկներում հասանելի են բոլորին եւ արև բացիկները նույնպես հասանելի են Instagram-յան իր էջով արև բացիկները եւ իհարկե կարող եք գտնել Kaiser սուպերմարկետում, Տերյան մշակութային կենտրոնում եւ քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Այնպես որ նվիրեք այդ տրամադրությունը ձեր սիրելիներին ծաղիկների եւ նվերների հետ միասին։ Նաեւ շնորհակալություն եմ հայտնում Master Right Barber Shop-ին, որտեղ իմ արտաքին տեսքի համար հոգ են տանում բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ բարբերները։ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Դե այս ամենը այսօր պատրաստեցինք ձեզ համար։ Հուսով ենք, որ առավոտը ստացվեց մեզ մոտ եւ մեր ամբողջ թիմը ամեն ինչ կանի, որպեսզի վաղը առավոտ նույնպես լինի հետաքրքիր, արևոտ եւ ջերմ։ Դե չմոռանանք, որ այս ամենը պատրաստված էր սիրով։